Պարոն վարչապետ, շարունակելով գործընկերոջս հարցը, տեսեք, ձեր իշխանության գալուց 8 տարի հետո եւ նախընտրական խոստումից 5 տարի հետո դուք հայտարարում եք, որ մաֆիա կա համակարգում մետաստազներ գցած բոլոր ոլորտներում, հա, դատախազությունում, ոստիկանությունում, եւ արդյոք սա ձեր թերացումը եւ ձախողումը չէ, երբ միայն խոստումից 5 տարի հետո եք պարզում, որ մաֆիա կա համակարգում, արդարադատության ոլորտը խայտառակ վիճակ է, եւ ասում եք սահմանադրության փոփոխությունը կկարգավորի, ինչպես է կարգավորելու եւ մեկ հիշեցում էլ անեմ, երբ որ դուք ասում եք կա տենց դատավոր, որ կարող է իմ ասածը չանել։ Հիմա եթե սահմանադրությունը փոխեք, այսինքն նման հայտարարությունների դեպքում օրենսդրության ինչ որ պատասխանատվության կենթարկվեք, թե ոչ։ Եվ եւս մեկ հարց, տեսեք, դուք խորհրդանում 3 եւ ձեր թիմակիցները մեղադրում են քաղաքական գործիչներին այս կամ այն կուսակցություններ գնալու վերադասավորումների համար։ Դա արդյոք քաղաքական process-ում նորմալ գործընթաց չէ։ Նաեւ մեղադրում եք, որ նախկին հղկականներ են, Քոչարյանի թիմից են, գնում են այս թիմ, այն թիմ, արդյոք նորմալ գործընթաց չէ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ձեր թիմում էլ այսօր կան շատ նախկին հղկական անդամներ, պաշտոն զբաղեցնողներ եւ պատգամավորներ։ Նախ դատավորների իմ ասած չանելու մասին պետք չի կոնտեքստից կընտրել։ Ես ասել եմ, որ 2018 թվականին, երբ որ ես դարձել եմ վարչապետ, այդ համակարգը գոյություն ունեցել է։ Ես մերժել եմ այդ համակարգը եւ ասել եմ, որ դատական համակարգը պետք է լինի անկախ։ Բայց նկատի չեմ ունեցել, որ դատական համակարգը ինձնից պետք է անկախ լինի, մնացած շատերից կախված լինի։ Այստեղ է որ դիսբալանսները առաջանում է եւ այդ խնդիրը պետք է լուծենք եւ այդ խնդիրը իմիջ այլոց ասեմ նաեւ մենթալիտետային է, մտածողության խնդիր է, սոցիալ-հոգեբանական խնդիր է, կրթության խնդիր է, կարողությունների խնդիր է եւ այդպես շարունակ։ Եվ օրինակ, եթե պարզվի, որ Հայաստանում կա դատավոր, որ իր պրոֆեսիոնալ մակարդակով չի համապատասխանում դատավորի ստանդարտին, ինքը չի կարող լինել անկախ, որովհետև ինքը անդադ կախված է, որոշում գրելիս, դատավճիռ գրելիս, չգիտեմ, միջնորդություն քննարկելիս, անդադ ինքը դիմում է ուրիշների, կարա եթե այդպիսի բան լինի, ու դրանից արդեն կախվածություններ են առաջանում սրանից բխող հետևանքներով։ Ինչ վերաբերվում է մաֆիային, այն փաստը, որ կարող ենք արձանագրել, որ այդպիսի երևույթ կա, այդ նշանակում է այդ պրոբլեմների լուծման հետևից անկեղծորեն գնացել ենք, որ այդ եզրակացությանն ենք եկել, որովհետև կարող ենք բան չանել, ասել չասենք, որ վայ հանկարծ չասեն, որ մեր ձախողումն է, ու տենց էլ համաձայնության գաղջ մթնոլորտը պահպանվել։ Բայց դա կարևորը, որ ես այս կարգավիճակում դա ասում եմ։ Բա ինչի եմ ասում, դա նշանակում է, որ ես այդ խնդիրները խորքային լուծման հետևից գնացել եմ, չէ, գնացել եմ, առերեսվել եմ։ Նույնը վերաբերվում է, երեք ես ազգային ժողովում ասեցի, նույնը վերաբերվում է նաև Ղարաբաղի հարցի հետ կապված, ինչու ես ասել Արցախը Հայաստան է եւ վերջ, այն մյուս բաների հետ կապված, որտեղ մենք գնացել ենք այդ հարցերի հետևից։ Մենք չենք ասել, որ լավ, երկիրը թող եւս 30 տարի էսկետի վրա, դե տարեկան 30 զո, 10 զո եւ այլն, տենց եւս ու երկիրը այս փակուղում շարունակի մնալ։ Մենք գնացել ենք հարցերի հետևից, որտեղ պատասխանատու ենք վերաբերվել։ Ես չի ասի, դուք ասցիք արդարադատության համակարգում կան խորքային խնդիրներ, այո, բայց արդարադատության համակարգում շատ խնդիրներ լուծված են։ Բայց ֆունդամենտալ առումով, եթե ինչ որ խնդրեմ մի հատված լուծված է, չի նշանակում, որ դա մենք պետք է գոհունակությամբ պետք է ջփակենք, ոչ, այդ պետք է շարունակվի։ Եվ այո, մաֆիան կա, այդ թվում քաղաքական արտահայտությամբ եւ քաղաքական մակարդակով, որովհետեւ իրանք այդ թվում ժողովրդավարության գործիքները օգտագործելով շարունակում են ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետությունում։ Եվ իմիջիայլոց ասեմ, այս խնդրեմը կա նաև բազմաթիվ ուրիշ զարգացած երկրներում, որտեղ միտեղ հաջողությամբ են լուծում, մյուս տեղը պակաս հաջողության են լուծում։ Մենք համոզված ենք, որ մենք այդ խնդրեմը հաջողությամբ ֆունդամենտալ արմատական ձևով կլուծենք եւ այդ թվում դրա համար մեր մանդատի շարունակություն ենք ակնկալում մեր ժողովրդից։ Շնորհակալություն։ Դե կներեք, այնքան շատ եք տալիս, չեմ հարցնում գրել, ինչի մասին։ Դե չեմ մեկնաբանի, հիմա դա քաղաքական։ Դե նայած որը հիմա ինչ, չգիտեմ, ասենք ենթադրենք, եթե օրինակ նույն մեր քաղաքական
թիմի ներկայացում, մենք ասել ենք նույն մեր հանձնառությունը ինչ ա եղել, որ պետքա մենք շատ խստագույն բանով չափանիշներով վերաբերվենք ինքներս մեզ։ Մենք տեսնում ենք այն քաղաքական թիմի անդամները, այդպիսի դեպքեր եղել են, ում հետ կապված խնդիր ենք առաջացնում, այդ թվում 1, 2, 3 գծեր անցնում են եւ արդեն իրավական մեխանիզմները սկսում են գործել, մեկ էլ հոբ դառնում են ընդդիմադիր։ Այսինքն ինչ, բանի մեր քաղաքական թիմի անդամը լինելու նպատակը այն է, որ ինդուլգենցիա ունենան, ինչ ուզենան անեն, չի կարող այդպիսի բան լինել։